Ինչ կարող է մեզ բաժանել Աստծո սիրուց։ Հռովմայացիներից 8:38-39 խոսքեր։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաներ և ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, և ոչ խորություն, և ոչ էլ ուրիշ ստեղծված բան կարող չէ մեզ բաժանել մեր Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Որքան հաճախ թշնամին փորձում է մարդուն համոզել, թե Աստված երես է թեքել նրանից, անկումներից, սխալներից, ցավից կամ երկար սպասումից հետո գալիս են մտքեր. Աստված այլևս ինձ չի սիրում, ես շատ հեռու եմ գնացել, ինձ համար այլևս հույս չկա, բայց Աստծո խոսքը բոլորովին այլ բան է ասում։ Աստծո սերը կախված չէ մեր զգացմունքներից կամ հանգամանքներից, այն հայտնվեց խաչի վրա, երբ Հիսուս Քրիստոսը իր կյանքը տվեց մեզ համար։ Այդ սերը մնում է անփոփոխ, ոչ նեղությունը, ոչ հալածանքը, ոչ հիվանդությունը, ոչ ապագայի վախը, ոչ փորձությունները, ոչ մարդկանց դատապարտությունը չեն կարող մեզ բաժանել մեր երկնային Հոր սիրուց։ Կա միայն մեկ բան, որը կարող է մարդուն հեռացնել Աստծուց՝ գիտակցաբար մերժել Հիսուս Քրիստոսին և հրաժարվել հետևել նրան։ Տերը երբեք չի դադարում սիրել մարդուն, սակայն նա չի խլում նրա ընտրության ազատությունը։ Եթե այսօր քո սիրտը հոգնած է, եթե դժվար ճանապարհով ես անցնում, եթե թվում է, թե Աստված լռում է, մի հավատա ստին, մնա Տիրոջ մոտ, ամուր բռնվիր նրա խոսքից, նույնիսկ երբ չես զգում նրա ներկայությունը, նա պահում է քեզ իր հզոր ձեռքի տակ։ Աստծո սերը ավելի զորավոր է, քան ցանկացած վախ, այն ավելի զորավոր է, քան անցյալը, մեղադրանքները և մարդկանց կարծիքը։ Քրիստոսը երբեք չի լքում իր զավակներին, նա հավատարիմ է մինչև վերջ։ Այսօր կրկին բացիր քո սիրտը նրա առաջ։ Եթե դեռ չես ընդունել Հիսուս Քրիստոսին որպես քո Տեր և Փրկիչ, արա այդ քայլը։ Չկա ավելի ապահով տեղ, քան ապրել նրա սիրո մեջ։ Իսկ եթե արդեն հետևում ես Տիրոջը, թույլ մի տուր, որ հանգամանքները համոզեն քեզ, թե նա լքել է քեզ։ Նրա խոստումները հավիտյան անփոփոխ են։ Եկեք աղոթենք։ Սիրելի երկնային Հայր, շնորհակալ եմ քեզ քո անսահման սիրո համար, որը հայտնեցիր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Շնորհակալ եմ, որ քո սերը կախված չէ իմ զգացմունքներից,